Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը շարունակում է սոցիալական հարթակներում ակտիվ գործունեություն ծավալել և կիսվել իր աշխատանքային նորությունների, ինչպես նաև անձնական կյանքի մանրամասների մասին։ Օրերս Ռոմելա Սարգսյանը ընտանեկան բացառիկ հրապարակում էր արել։ Նա նախ ցույց է տվել իր մայրիկին, ապա իրեն և երկու եղբայրներին։ Նախ մայրիկի լուսանկարին կից գրված էր «Տեսնես ում մայրիկը կլինեմ ես»։ Այդ լուսանկարին հաջորդում է Ռոմելա Սարգսյանի և նրա երկու եղբայրների լուսանկարը, այնուհետև թոռնիկի լուսանկարը։ Ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բացառիկ հրապարակումը, որը Ռոմելայի էջում բացառիկ էր նրանով, որ նա երբեք իր եղբայրների մասնակցությամբ որևէ լուսանկար չէր տեղադրել։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մեհեր Բաղդասարյանի «Տետա-տետ» հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Ռոմելա Սարգսյանն է։ Դերասանուհին հաղորդման ընթացքում անդրադարձել էր մի շարք հետաքրքրող թեմաների, այդ թվում նաև Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերությունների և դրանց հանգուցալուծման մասին։ Դերասանուհին նշել էր հետևյալը. «Գևորգի հետ նկարահանումները և իմ ու Գևորգի հարաբերությունները եղել են տարբեր էտապներում։ Դա է պատճառը, որ դա չէր կարող խոցելի լինել նախկին ամուսնուս համար։ Դրանք կատարվել են տարբեր ժամանակահատվածներում, և իմ ու Գևորգի հարաբերությունները եղել են իմ պաշտոնական բաժանումից հետո։ Գևորգի հետ սկսվել են հարաբերությունները, քանի որ ես իր մեջ տեսել եմ այն բոլոր գծերը, որոնք ես կարևորում եմ տղամարդու մեջ։ Ու սա կապ չունի իմ նախորդ հարաբերությունների և որևէ բաց լրացնելու հետ։ Այդ ողջ ընթացքում բարդ փուլ եմ անցել։ Տագնապներ, սթրես, անքուն գիշերներ, վախեր, սրանք էտապներ են, որոնք ես արդեն անցել եմ։ Ես ընտրում եմ երջանիկ և ազնիվ լինել էն մարդկանց հետ, ում ես սիրել եմ և կիսել եմ լավ ու վատ օրեր։ Այդ մարդիկ արժանի են, որ իրենց հետ լինես ազնիվ։ Հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ամեն բան շատ ճիշտ է եղել և իր ժամանակին», անկեղծացել էր դերասանուհին։ Հաղորդման ընթացքում Ռոմելա Սարգսյանը պատասխանեց նաև անձնական կյանքի և բաժանության մասին հարցին։ Ռոմելան նշեց հետևյալը. «Իմ բաժանությունը իմ ամուսնուց ոչ մի կապ չուներ իմ և Գևորգի հետ։ Չնայած նրան, որ երբ սկսվեց «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալը, ես դեռ ամուսնացած էի։ Տեսեք, եթե հարաբերությունները երկկողմանի չեն սնվում սիրով, դու, որպեսզի թույլ տաս դիմացինիդ երջանիկ լինել, և որ նա էլ քեզ թույլ տա, դուք պետք է իրար բաց թողնեք։ Ես շատ երկար եմ եկել այդ որոշմանը։ Ամուսնալուծությունը մի քանի օրվա որոշում չէ, դա գալիս է ժամանակի հետ։ Գալիս է երկկողմանի, տարբեր բացթողումներից հետո։ Շատ բարդ կայացրի որոշումը, կախված նաև հասարակության պիտակավորումների հետ։ Բայց եկավ մի պահ, երբ հասկացա՝ անիմաստ է քո կողքին պահել մի մարդու, ում դու չես երջանկացնում, և ինքն էլ քեզ չի երջանկացնում։ Ինչ-որ պահի նա համաձայն չէր որոշմանս հետ, բայց ես հիմա տեսնում եմ, որ ինքը երջանիկ է», անկեղծացել էր Ռոմելա Սարգսյանը։ Իսկ մենք հավելենք նաև, որ շաբաթներ առաջ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հյուրընկալվել էր Go Sport FM-ի եթերին, որի ընթացքում խոսել էր Գևորգ Գրիգորյանի հետ բաժանման, այնուհետև նույն նախագծում խաղալու ցանկության մասին, նշելով, որ իր կողմից խնդիր չի առաջանա։ Ռոմելան հետևյալն էր ասել. «Ինձ թվում է, պետք չէ առհասարակ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ։ Եվ ես իմ անունից կարող եմ ասել, որ նմանատիպ բան կարող է լինել։ Ամեն դեպքում, իմ կողմից որևէ խնդիր չի առաջանա։ Ես պատկերացնում եմ նման իրավիճակ»։ Հավելենք, որ վերջին շրջանում համացանցում լուրեր տարածվեցին, որ Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ Գրիգորյանը բաժանվել են։ Այդ մասին վկայում էին այն հրապարակումները, որոնք Ռոմելան հեռացրել էր իր ինստագրամյան էջում։ Օրեր առաջ էլ Գևորգը հյուրընկալվել էր Ասեկոսե AM-ի «Բացարձակ արժեք» հաղորդմանը, որի ընթացքում խոսելով անձնական կյանքի մասին, Գևորգը նշել էր. «Հա, ես շատ հարաբերություններ եմ ունեցել իմ կյանքում, երևի ավելի շատ, քան մարդիկ գիտեն դրանց մասին։ Հնարավոր է ևս էդքան էլ ունենամ։ Եթե այդքանը կհետաքրքրի, խնդրեմ, կարող են հետևել ինստագրամին, կամ ինչ-որ մի տեղ, ժամանակ առ ժամանակ կարող են նման բաներ լինի, կամ կարող է կյանքում էլ չունենամ հարաբերություններ, նենց որ չգիտեմ, արդյոք արժի հետևել նման իրադարձություններին։ Իմ անձնական կյանքից անգամ իմ ընկերները տեղյակ չեն, վերջին մի քանի տարվա ընթացքում։ Չեմ կարող ոչ մի բացասական կամ վատ բան ասել։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ռոմելայի մոտ էլ է ամեն բան լավ, անհանգստանալու կարիք չկա», անկեղծացել էր Գևորգ Գրիգորյանը։ «Մի պահ չգիտեի, թե կյանքում ինչով զբաղվել, իսկ մայրս
Միշտ երազում էր, որ ես դերասան դառնամ։ Ընկերներ ունեի թատերական ինստիտուտից, շփվում էինք, հետաքրքրվեցի, թե ինչ է պետք ընդունվելու համար։ Գրքերի ցուցակ տվեցին, որ պետք էր կարդալ, էտյուդ, երգ եւ այլն։ Մեկ ամսում պատրաստվեցի, քննությունները հանձնեցի ու վերջ։ Եղել է սպոնտան որոշում։ Կյանքի ուղիներով հաղորդման շրջանակներում, խոսելով մասնագիտության ընտրության մասին, պատմել էր դերասան Գևորգ Գրիգորյանը։ Նա նշել էր, որ իրական կյանքում բավական ամաչկոտ է, ինչը սովորաբար դերասանի մասնագիտությանը բնորոշ չէ։ Գուցե տարօրինակ թվա, բայց ես հարսանիքների ժամանակ չեմ պարում։ Մարդկանց առաջ ելույթ ունենալը ինձ համար շատ բարդ է տրվում, սարսափելի լարվում եմ։ Ինչպես կարող էի այս մասնագիտությունը ընտրել, դա էլ չեմ հասկանում։ Երբ միանում է տեսախցիկը եւ ես ուրիշի եմ մարմնավորում, չեմ ամաչում, բայց հենց այնպես, ուղղակի չեմ էլ պարի։ Ես կենացել եմ ամաչում ասել։ Հարցազրույցի ընթացքում անկեղծությամբ նշել էր Գևորգ Գրիգորյանը։ Նշենք, որ Գևորգ Գրիգորյանը, նրա անցած ճանապարհը, հարցազրույցները, անձնական կյանքն ու գործունեությունը այս տարիների ընթացքում մշտապես եղել են հանրության ուշադրության կենտրոնում։ Գևորգը չի խուսափում քննարկումներից, սակայն չի հասկանում դրանց լրջությունն ու, ինչպես ինքն է նշում, դրանց իմաստը։ Իսկ մենք նշենք նաև, որ Ռոմելա Սարգսյանի եւ Գևորգ Գրիգորյանի հարաբերությունները սկսվեցին դեռևս տարիներ առաջ, երբ նրանք սկսեցին համագործակցել եւ դարձան սերիալային ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Զույգը սկզբնական շրջանում խուսափում էր որևէ հաստատողական պատասխաններ տալուց, սակայն նրանց շատ հաճախ տարբեր միջոցառումների եւ հանգստյան գոտիներում կարելի էր համատեղ տեսնել։ Չնայած տարատեսակ խոսակցություններին, քննարկումներին ու քննադատություններին, Ռոմելան եւ Գևորգ Գրիգորյանը շարունակում էին այնպիսի հրապարակումներ անել, որ ակնհայտ էր, որ հենց նույն տեղում ու նույն ժամանակահատվածում նրանք միասին են եղել։ Զույգը հարաբերությունների մասին հայտնեց միայն այն ժամանակ, երբ Ռոմելա Սարգսյանի նախկին ամուսինը Աշոտ Պողոսյանը հայտնեց այն մասին, որ ինքն այլևս ամուսնացած չէ եւ իր սիրտն էլ ազատ է։ Միայն հենց այդ հրապարակումից ու հարցազրույցից հետո Ռոմելա Սարգսյանն իր ինստագրամյան էջում հրապարակեց Գևորգ Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութ ու այդպիսով հաստատեց իրենց միասին լինելու լուրերը։ Առաջարկում ենք դիտել այդ տեսանյութերից մի քանիսը։ Снимай видео под этот звук со своей половинкой. Закрывайте глаза. Кто первый признался в любви? Кто больше ругается? Кто смешнее шутит? Кто больше целуется? Кто самый красивый? Кто больше кушает? У кого больше друзей? Кто более токсичный? Кто больше тратит денег? Кто истеричка? Вопросы для парочек, чек. Кто из вас первый влюбился? Кто из вас первый поцеловал другого? Кто из вас чаще обижается? Кто из вас делает сюрпризы? Кто из вас постоянно спит? Кто из вас более любвеобильный? Кто из вас больше плачет? Кто из вас сильнее любит другого? Та-дам!